Դիանա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում այսօրվա սերիան ամբողջությամբ նվիրված էր Աննայի ու Անգելինայի ապրումներին։ Երկուսն էլ կոտրված են, երկուսն էլ դավաճանված են զգում իրենց կյանքի ամենակարևոր մարդկանց կողմից։ Բոլոր իրավիճակները պտտվում են այս երկու կանանց շուրջ, որոնք տարիներով զրկվել են մայրական ու դուստրական զգացմունքից։ Բոլորովին տարբեր պատճառներով, բայց նույն հետևանքով՝ խաբված ու մենակ։ Աննայի շուրջ ծավալվող իրադարձությունները հանգիստ չեն թողնում Միքայելին։ Նա փորձում է պատկերացնել, թե ինչպես է հիմա Աննան։ Արդյոք կկարողանա երբևէ նրան նայել աչքերին։ Իսկ Հենրին նույն ապրումներն ունի ուղղված Անգելինային։ Նա չի կարողանում ապրել այն մտքի հետ, որ հենց ինքը լռեց, ամուսնացավ Անգելինայի հետ, իմանալով ճշմարտությունը։ Հենրին ասում է, որ պատրաստ է մոռանալ, որ հայր ունի, եթե Անգելինան իրեն չների։ Իսկ Միքայելը, վստահ իր փիլիսոփայության մեջ, հավատում է, եթե Անգելինան իրոք սիրում է որդուն, ապա կների։ Այս ամենից դուրս ամենապայթյունավտանգը Սոսն է։ Նա զսպում էր իրեն մինչ այս պահը, բայց հիմա ասում է ուղիղ վառելու է շախունցների տունը։ Բարկությունը, վիրավորանքը, տարիների կորուստը, Աննայի հանդեպ ունեցած մեղքի զգացումը միաձուլվել են մեկ պայթյունի սպասման մեջ։ Բայց հետաքրքիրն այն է, որ Միքայելը նույնիսկ այս պահին մնում է սառնասիրտ։ Նա պարզապես լսում է, առանց արձագանքի, որովհետև գիտի իր մեղքերը չեն մաքրվելու ոչ խոսքով, ոչ պատասխանով։ Իսկ Սոսը վերջապես հասկանում է, այսօր է այն օրը, երբ ինքը պարզապես պարտավոր է տեսնել իր դուստերը։ Առանց միջնորդների, առանց կողմնակի խոսքերի։ Նա գնում է ավագի տուն, բարձրանում է Անգելինայի սենյակ։ Անգելինան դեռ ծանր ապրումների մեջ է, բայց Սոսին իր սենյակ չթողնել չի կարող։ Ոչ Սոսը, ոչ Աննան մեղավոր չեն այս պատմության մեջ։ Սոսը գրկում է աղջկան, ասես չփորձելով ոչինչ բացատրել, պարզապես լինելով հայր։ Անգելինան հոսում է նրա գրկում արցունքով, լռությամբ ու վշտով։ Այս հանդիպումը տեղի է ունենում առանց Վիկտորիայի ու ավագի ներկայության, բայց նրանք գիտեն, այսօր կատարվում է այն, ինչից ամենաշատն էին վախենում։ Բագրատն ու Լիլիթն էլ գիտակցում են, որ վերջապես ճշմարտության ժամանակն է։ Աննան նրանց հետ խոսելիս ոչ մի բառ չի զսպում։ Նա կտրուկ է, ուղիղ ու դաժան, ինչպես եղել է ճշմարտությունը իր հանդեպ։ Բագրատին ասում է, որ միշտ գիտեր, որ նա հայր չէ, բայց նոր է հասկանում, որ մարդ էլ չէ։ Իսկ Լիլիթին ուղված խոսքերը ամենահարվածողներն էին։ Աննան ասում է, որ այլևս չի ատում նրան, քանի որ գիտի նրան սպասվող դժբախտությունները շատ ավելի մեծ են, քան իր ատելությունը։ Լիլիթն էլ վերջին ջիգով փորձում է վերականգնել իր դիրքը, ասելով, որ ինքը նախկինի պես ատում է Աննային, բայց այս անգամ արդեն Աննան է հեռանում, թողնելով նրանց միայնակ իրենց իսկ մեղքերում խեղդված։ Եվ այս ամենից հետո, ապրումներից, բացահայտումներից, ներելու ու չներելու պայքարից հետո գալիս է ևս մեկ վճռական պահ։ Աննան որոշում է հանդիպել Սոսի հետ։ Սկզբում հենց Սոսն էր փնտրում Աննային, գրում, զանգում, բայց Աննան չէր պատասխանում։ Իսկ հիմա արդեն ճշմարտությունը իմանալուց հետո հենց Աննան է փնտրում Սոսի հետ հանդիպում։ Նա գիտի, որ եկել է խոսելու ժամանակը, առանց կասկածի, առանց շրջանցումների։ Նրանց միավորում է Անգելինան, այն միակ ճշմարիտ կապը, որն անգամ տարիներն ու ստերը ի վիճակի չեղան ջնջելու։ Այս հանդիպումը մայր ու հայր, տասնյակ տարիներ բաժանված, հիմա կրկին միավորված իրենց դուստրաշուրջ, կարող է լինել վերամիավորման սկիզբ։ Իսկ թե դա ավարտ կլինի խաղաղությամբ, թե նոր հուզումով, ժամանակը ցույց կտա։ Հարգելի հետևորդներ, արդյոք Սոսը կցանկանա հանդիպել Աննային։ Գրեք մեկնաբանություն։ Առավոտյան արթնացել եմ 8-ին։ Գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման։ Առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել։ Եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։
Մենք աշխատում ենք։ Մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասանք է, ասաց սպաս ասանք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսնի որտեղ եմ համեմ ճարեմ, մեկը տեսնում եմ, այս ամենին չդնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթեթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ վաճառում։ Հարսանիքի սեղանից համեմ, շնորհակալություն Ռոբերտ։ Ինչ է թարքուն տարեկան։ Դու խոշտի։ Շիկինոլայի մարքշուփ։ Գեղեցիկ անակնկալ այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքդ արա, դու ինձ կներես, որ ես վիճակով դիմաց հետ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Պապ, ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում, իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Ու մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստացի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ։ Էլինը ճանաչում է, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան բուրըն ռեակցիա, Անգելինա, դու ես Ռոզա ջան, չեմ հավատում, sense դողացող ձեռքերով, ուրախ ու ես այդ ամեն ինչից իմ սիրտը լցվել էր։ Ես չէի հավատում, որ այդ իմ հետ է կատարվում, այդ մարդը չէր հավատում, որ ինձ է տեսել, ես էլ մտածում էի, ոնց կարա այս բուրըն ռեակցիան իմ մասին լինի։ Ես ուրեմն հասել եմ ինչ-որ կետի, զանգեց իր մամային ու իր մաման շատ ուղիղ համեմատական գծեր տանելով, ասաց, որ Էնդար Ֆրունզիկ Մկրտչյանին եւ այդ ժամանակաշրջանի տաղանդավոր դերասանների խաղին